Տակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանին եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք աղիքային վարակիչ հիվանդությունների հնարավոր ռիսկերից, անդրադառնալու ենք կանխարգելիչ քայլերին։ Խնդրեմ մեր բանախոսներին ներկայացնել մանրամասներ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն։ Երևի սկսենք նրանից, որ աղիքային վարակիչ հիվանդություններ են, որոնք պայմանավորված են մանրեներով, վիրուսներով եւ որոշ դեպքերում միաբջիջ կենդանիներով, ունեն սեզոնայնություն եւ հիմա շատ այն ժամանակն է, երբ տաք եղանակի հետ պայմանավորված կարող են բարձրանալ թե հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաեւ չի բացառում, որ կարող են արձանագրվել բռնկումներ, եթե չպահպանենք որոշ պարզ կանոններ։ Մի փոքր երևի թե խոսեմ վիճակագրությունից 2024 թվականի ընթացքում, սեզոնի ընթացքում, այսինքն ամառվա ժամանակահատվածում արձանագրվել է սննդի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում, որից 2-ը հանրային սննդի կազմակերպություններում հենց Երևան քաղաքում, մնացածը ուրեմն մեր մարզերում։ Հիմնական բռնկման պատճառ է հանդիսացել սննդի պահպանման եւ ուրեմն պատրաստման կանոնների խախտումը, այսինքն սննդամթերքի անվտանգության պարզ կանոնների խախտումը բերել է նրան, որ պատրաստի սննդամթերքը ենթարկվել է երկրորդային աղտոտման եւ մենք ունեցել ենք ուրեմն այս բռնկումները։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունները փոխանցվում են մի շարք գործոններով, օրինակ սննդով, ջրով, ինչպես նաև ձեռքերի միջոցով, կենցաղ կոնտակտային եւ բռնկման, ինչպես նշեցի, հիմնական պատճառ հանդիսացող երկրորդային աղտոտման հետևանքով։ Որպես կանխարգելիչ միջոցառում պետք է նշեմ ամառվա ժամանակահատվածում շատ ուշադիր պետք է լինել սննդամթերքի գնման կանոնների պահպանմանը, սննդամթերքի պահման եւ պատրաստման կանոնների պահպանմանը։ Երևի թե սկսենք գնման կանոններից, սննդամթերք գնելիս պետք է ուրեմն այդ սննդատեսակները գնել խանութներից, արագ փչացող սննդատեսակները, ինչպիսիք են կաթ, կաթնամթերք, միսմսամթերք, ձու, կրեմային հրուշակեղեն, պարտադիր պետք է ուշադիր լինել, որպեսզի այդ սննդատեսակները պահպանվեն սառնարանային պայմաններում, այնուհետև կարևոր հանգամանք է նաև սննդամթերքի պատրաստման կանոնների պահումը, մասնավորապես սննդամթերքի պատրաստումից առաջ պարտադիր պետք է ուշադիր լինել հում եւ պատրաստի սննդամթերքի կանոններին, մասնավորապես նույն սարքերով, սարքավորումներով չի թույլատրվում մշակել հում եւ պատրաստի սննդատեսակները, քանի որ հում սննդատեսակների դեպքում դեռևս մենք ունենք մեկ կանխարգելիչ քայլ, այսինքն հում սննդատեսակի ջերմային մշակման գործընթացը, որը ապահովում է առկա հարուցիչների ոչնչացմանը, իսկ պատրաստի սննդատեսակի դեպքում բնականաբար արդեն երկրորդային աղտոտումից շատ դժվար է խուսափել, եթե չենք պահում ձեռքերի հիգիենայի կանոնները, եթե չենք օգտագործում հատուկ պատրաստի սննդատեսակների համար նախատեսված սարքեր։ Կարևոր կանխարգելիչ միջոցառումներից է նաև մի բանջարեղենի հոսող ջրի տակ լվացումը, եթե առկա չէ հոսող ջուր, ապա միրգ եւ բանջարեղենը պետք է լվանալ եռացրած, սառեցրած ջրի մեջ, չի թույլատրվում եւ խորհուրդ չի տրվում նաեւ գնել սննդատեսակներ, որոնք վաճառվում են բացօթյա, ոչ պատշաճ պայմաններում պահված, եւ նաեւ մի փոքր երևի թե կխոսենք աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններից եւ երևի թե խոսքս փոխանցեմ մեր գոլեգային։ Թեման իրոք արդիական է եղանակների տաքացման հետ կապված, պայմանավորված փոխանցման մեխանիզմներով, բայց այստեղ հարկ է նշել նաև, որ ինչքանով որ հավանականություն մեծանում է տաք եղանակներին սննդով եւ ջրով վարակվելու հավանականությունը աղիքային ինֆեկցիաներով, այդքան էլ հնարավոր է կանխել, կանխարգելել եւ նաեւ ոչ միայն հիվանդության առաջացումը, այլ նաեւ հիվանդության ծանր դեպքերը։ Ստատիստիկ տվյալներով այս հունվար ամսից մինչև հիմա արձանագրված ստացիոնար հոսպիտալացման ենթակա բոլոր դեպքերի մեծ մաս, գրեթե բոլոր դեպքերը, եթե սխալված չլինեմ ասել, պայմանավորված են ուշ դիմելիությամբ եւ գրեթե բոլոր դեպքերը անմիջապես հայտնվում են ստացիոնարում, հիվանդանոցում առանց առաջնային բուժօգնություն ստանալու կամ որ էլ ավելի վատ է սխալ բուժօգնություն ստացած։ Այս առումով ամենակարևոր եւ հատկանշական տեղում է առաջնային դիմելիությունը գանգատների դեպքում եւ ամենակարևորն է հիշել, որ
լուծ համախտանիշը, լուծ սիմպտոմը դա ոչ միայն աղիքային ինֆեկցիաների ժամանակ է հայտնաբերվում, դիտվում, այլ նաև մի շարք որոշ այլ հիվանդությունների աղեստամոքսային տրակտի հետ կապված եւ ինչու՞ չէ նաև այլ օրգանամակարգերի հետ կապված նյարդային եւ տարբերակումը նախ հասկանալու սա ինֆեկցիոն լուծ է թե այլ պատճառներից դա պետք է միանշանակ անի բուժաշխատողը ինքնաբուժությամբ զբաղվելը, ինքնաախտորոշումով զբաղվելը եւ դա միշտ իր հետևանքները առաջացնում է եւ դրսեւորվում է հիվանդության ծանր բարդացած ձևերով։ Մի փոքր ուշ խոսենք նաեւ դեղորայքային բուժման եւ առաջի անհետաձգելի բուժօգնության, առաջի բուժօգնության մասին այս պահին ամենակարևոր մեր խնդիրներից մեկը առաջնային օղակ դիմել եւ համապատասխան բժշկական մասնագիտական բուժօգնություն, խորհրդատվություն ստանալն է։ Ինչպես կանխարգելման էլ եմ կրկնում առումով, այնպես էլ բարդություններ առաջանալու հավանականությամբ։ Լուծ երևույթը, լուծ սիմպտոմը, լուծ ախտանիշը առաջանում է աղիքային ինֆեկցիաներից բազմաթիվ հարուցիչների հիվանդություն առաջացնելու հետևանքով, դրանք կարող են լինել բակտերիալ վարակներ, դրանք կարող են լինել վիրուսային վարակներ, դրանք կարող են լինել պրոտոզոային վարակներ եւ նաեւ որոշ դեպքերում հելմինթոզներ։ Բավականին լայն է սպեկտրը այն հարուցիչների, այն միկրոբների, որոնք կարող են առաջացնել աղիքային սիմպտոմով ընթացող, լուծով ընթացող հիվանդություններ։ Դրանք ուղեկցվում են ջերմությամբ, փսխումով, ինչ այլ ախտանիշներ կան։ Հիմնական ախտանիշները լուծը դա օրական 3 անգամից ավել աղիների գործելն է եւ 300 միլիգրամից ավել, 300 միլիլիտրից ավել կղանքային զանգվածները, դա արդեն ինքնին կոչվում է լուծ։ Լուծը, եթե արկա է լուծ, դա արդեն խոսում է որևէ հիվանդության մասին, որը որ կարող է ուղեկցվել ինչպես ընդհանուր երևույթներով, այսինքն ինտոքսիկացիայի, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությունով, փսխումներով, այնպես էլ կարող է որպես հենց այդպեսին առանձնացված միայն մեկ ախտանիշով ընթանալ, լուծով ընթանալ միայն, եւ հարկ է նշել նաեւ, որ մնացած ախտանիշների արկայությունը եւս չի խոսում հիվանդության ծանրության աստիճանի մասին, մենք ունենք բավականին բակտերիալ վարակներ, որոնք ընթանում են առանց ընդհանուր երևույթների, առանց բարձր ջերմության, առանց ինտոքսիկացիա երևույթների, բայց բարդանալու հավանականությամբ եւ ծանրության ընթացքով բավականին վտանգ են իրենցից ներկայացնում, այդ թվում նաեւ շիգելոզները, այդ թվում նաեւ ճիշտ այս պահին չի արձանագրվում, բայց խոլերան, որը որ ընդհանրապես ընթանում է առանց ջերմության, առանց ինտոքսիկացիոն երևույթների, բայց շատ արագ բերում է ջրազրկման։ Ստեղ էլի շեշտը կարևոր է դնել առաջին դիմելիության, առաջին պահին ճիշտ մոտեցումների, ճիշտ ախտորոշման եւ հետագա քայլեր ճիշտ ձեռնարկելու վրա։ Եվ պետք է հիշել միշտ, որ կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժելը, քան բարդությունների, քան հետևանքները բուժելը։ Այդ պատճառով շեշտը միշտ պետք է դնել առաջին պահին, իսկ ճիշտ ախտորոշման, ճիշտ մոտեցումների հիման վրա։ Հարցերով կշարունակենք, Տիկին Ամբովյան, դուք նշեցիք նախորդ տարի 5 բռնկման դեպքի մասին, ինձ հետաքրքիր է ավելի շատ հանրային սննդի վայրերում գրանցված դեպքեր են, թե օրինակ էքսկուրսիաներ են կազմակերպել դպրոցներով կամ ուսանողական համայնքով, կամ չգիտեմ, խնջույք է եղել տնային պայմաններում, ինչ որ առիթ են նշել, տանը չեն պահպանել, ավելի շատ այստեղ բնակիչների զգոնության խնդիրը կա, թե հենց հանրային սննդի կազմակերպողների զգոնությունը կա։ Շնորհակալություն հարցի համար, 5 բռնկումներից 2-ը արդեն նշեցի, որ հանրային սննդի կազմակերպություններում է տեղի ունեցել, 1 բռնկումը տեղի է ունեցել տնային օջախում խնջույքի կազմակերպման արդյունքում, եւս երկրորդային սննդամթերքի երկրորդային աղտոտման արդյունքում եւ 2 բռնկում եւս երկրորդային աղտոտման հետևանքով բնակիչների շրջանում ընդհանուր ուրեմն խնջույքների կազմակերպման արդյունքում։ Էքսկուրսիաների մասով խոսեց, կցանկանամ նշել, որ ոչ թե 24 թվականին, այլ 23 թվականին ունեցել ենք արձանագրված 1 բռնկում էքսկուրսիայի ժամանակ երեխաների շրջանում, երբ սննդամթերքը տեղափոխվել է ուրեմն էքսկուրսիայի այդ տարածք առանց սառնարանային պայմանների, բավականին երկար ժամանակ պահվելով ավտոմեքենայի մեջ, ինչը եղել է արդյունք այդ բռնկման եւ շատ կարեւորում եմ նշել հաշվի
հաշվի առնելով, որ մոտենում են արձակուրդները, հաշվի առնելով, որ շատ ուրեմն ծնողներ եւ երեխաներ ցանկություն են հայտնելու հաճախել էքսկուրսիաների, խորհուրդ եմ տալիս պարտադիր սննդամթերքը պահել սառնարանային պայմաններում, փակ վիճակում, փակ տարաներում եւ հետեւողական լինել պատրաստի սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանմանը, սննդամթերքը սեղանին տեղափոխելի, սննդամթերքի հետ որևէ գործողություն կատարելիս պարտադիր ախտահանել ձեռքերը, որպեսզի խուսափենք նման ուրեմն երևույթներից։ Իսկ հանրային սննդի վայրերում ուսումնասիրությունները կամ ձեր գործընկերների հետ շփումները ինչ են ցույց տալիս։ Միգուցե հավելյալ վերապատրաստումների, հավելյալ ուղեցույցների անհրաժեշտություն կա։ Իրականում ուղեցույցները առկա են, իրականում վերապատրաստումներ պարբերաբար իրականացվում են, համապատասխան լիազոր մարմինը կազմակերպում է, այստեղ խնդիրը մարդկային գործոնն է եւ շատ պարզ ու բանալ պատճառը, երբ ձեռքերը չեն ախտահանվում պատշաճի եւ սննդամթերքը ապտուտվում է ուղակի ձեռքերի միջոցով, որովհետեւ հիմնականում բռնկման արդյունքում հայտնաբերվում են այնպիսի հարուցիչներ, որոնք ուրեմն առկա են օրինակ, մեկ անձի մոտ, ով չունի ախտանշաններ, բայց համարվում է տվյալ վարակը կրող եւ այդ անձի ուղակի հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով սննդամթերքը վարակվում է եւ դառնում է բռնկման պատճառ։ Ինձ հետաքրքիր է աղիքային վարակիչ հիվանդությունների պարագայում, որ տարիքային խմբերն են առավել զգայուն ու ռիսկային, որ շուտ են արձագանքում, իրենց մոտ ավելի դժվար հաղթահարելի է լինում։ Իրականում երեխաները շատ ավելի զգայուն են եւ երեխաները շատ ավելի շուտ են վարակվում, օրինակ մեծահասակների շրջանում կարող է նույն վարակման արդյունքում հիվանդությունը ընթանալ թեթև, սակայն երեխաների մոտ, եթե դա օրինակ սննդի գործոնով պայմանավորված հիվանդություն է, որը բերում է թունավորման, օրգանիզմի կարող է ընթանալ շատ ավելի ծանր։ Պարոն Հարությունյան, դուք նշեցիք, որ ճիշտ է արագ արձագանքելը եւ ճիշտ ախտորոշելն ու համապատասխան բուժումը ունենալը, բայց լինում են դեպքեր, երբ ինքնաբուժությամբ են զբաղվում, կամ սխալ բուժում են ստացած լինում եւ արդեն ձեզ մոտ են հայտնվում ու հոսպիտալացվում են։ Կխնդրեմ ներկայացնեք 1-2 դեպք, օրինակ ինչ բարդություններ եք ունեցել ձեր պրակտիկայում, որ կուզենայիք բարձրացնել եւ ծնողների ուշադրության կենտրոնում պահել։ Հիմնական խնդիրները, որ առաջանում են, շնորհակալություն հարցի համար, հիմնական խնդիրները, որ առաջանում են բուժման ծանր դեպքերը, բուժման ընթացքի հետ կապված երկարատև բուժումները հոսպիտալում հիվանդանոցում երկարատև ստացիոնար պայմաններում գտնվելը պայմանավորված է, որը շատ հաճախ ընդունված է մեր շրջապատում, դա հակաբակտերիալ պրեպարատների կիրառումն է, որը աղիքային ինֆեկցիաների պարագայում նույնիսկ հակացուցված է եւ չի թույլատրվում առանց հարուստ չի ճշտելու, առանց պատճառը ճշտելու, թե կոնկրետ որ հարուցիչն է առաջացել, նույնիսկ որոշ դեպքեր ունենք, մենք որոշ հարուցիչներ ունենք, որոնց պարագայում հակացուցված է հակաբակտերիալ բուժումը որոշ խումբ պրեպարատներով, կարող են առաջացնել դրանք բավականին լուրջ հետևանքներ, թվում նաև երիկամային անբավարարություն կոչվածը, որը որ որոշ ինֆեկցիաների դեպքում բավականին հաճախ է հանդիպում, ինչպես նաև դեղորայք կան խմբեր դեղորայք, հակա դիարեային միջոցներ, օրինակ լոպերամիդիմոդիոն կամ մի շարք այլ դեղորայքներ, որոնք նույնպես հակացված են սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում, դրանք կարող են բերել բարդ հետևանքների առաջացման, դրանք որոշ խմբեր նույնիսկ դեղորայքների ցուցված են լուծի ժամանակ, բայց քանի դեռ չունենք մենք ախտորոշումը հաստատված, այդ դեպքում նույնպես չի թույլատրում տալ հակաբակտերիալ եւ հակալուծային դեր։ Այստեղ մեր կողմից որպես առաջնային օղակում նախքան բժշկական օգնության դիմելը մենք մաքսիմալ մեր հնարավորություն, որ կարող ենք ազդել, դա ջրազրկման կանխարգելումն է առատ հեղուկների միջոցով եւ իհարկե սննդակարգին հետևելով չտալով այն, ինչ որ արգելված է եւ տրամադրելով սնունդ օգտագործել միայն այն, ինչ թույլատրվում է աղիքային ինֆեկցիաների ժամանակ։ Այստեղ հարկ է նշել, որ ընդունված դիետան միանշանակ է, դա բավականին հաստատված սխեմա կա աղիքային ինֆեկցիաների ժամանակ, որ սնունդն է կարելի եւ որը չի կարելի, դա հասանելի է եւ կայքերում եւ գրականության մեջ, դա ապացուցված է, որ դեղորայքն է խորացնում հիվանդությունները եւ դա բավականին մատչելի է այդ ինֆորմացիան։ Մեր ազդեցությունը միայն կարող է լինել սննդային եւ ջրազրկման կանխարգելում հեղուկների ձևով։ Մնացած դեղորայքային բուժումը միանշանակ պետք է նշանակվի բժշկի մասնագետի կողմից,
որտեղ ելի եմ կրկնում շատ դեպքեր կա, որ ուղղակի տարբերակելը կախված է տարբերակումից կախված է հետագա հիվանդության ամբողջ ընթացքը։ Դեղորայքային անվանումներ չեմ ուզում այս պահին տալ, բայց դեպքեր ունենք բավականին շատ, որ այո, սխալ դեղորայք կիրառելուց մենք ունենում ենք բավականին լուրջ հետևանքներ։ Այդ թվում նաև ունեցել ենք բավականին դեպքեր, հեմոլիզիկոուրեմիկ սինդրոմ է կոչվում, երիկամային անբարություն, երբ աղիքային ինֆեկցիա առաջացնող հարուցիչը սխալ դեղորայքի ազդեցությամբ տակ առաջացնում է սխալ դեղորայքից առաջացնում է երիկամային անբարություն։ Բավականին շատ են մեր հանրապետությունում արձանագրվում նման դեպքերը։ Այդ պատճառով ելի եմ կրկնում կարևորությունը բավականին շատ է դեղորայքով այս դեպքում ավելի լավ է չտալ ընդհանրապես դեղորայք կամ միջոցներ չձեռնարկել, քան թե ձեռնարկել սխալ գործողություններ, որոնք կարող են բերել ծանր հետևանքների։ Աղիքային ինֆեկցիան ինքը առաջի բարդություններից մեկը ջրազրկումն է, որը րոպեների ընթացքում չի առաջանում։ Մենք ունենք ժամեր, հիվանդության զարգացման հրատապություն որպես այդպիսին ժամերի ընթացքում մենք խնդիր չունենք բուժօգնություն ցույց տալու, այդ պատճառով ավելի լավ է նման դեպքում տան պայմաններում ոչինչ չանել, քան թե անել սխալ միջամտություններ։ Շատ լավ։ Տիկին Աբովյան հակաբակտերիալ պրեպարատների օգտագործման մասին նշեց պարոն Հարությունյանը։ Գիտեմ, որ նախարարությունը բոլոր հնարավոր օղակներով, լծակներով պարբերաբար իրազեկում է մարդկանց, որ հնարավոր այսպես տարբերակներում հնարավորինս զերծ մնալ եւ ինքնաբուժությամբ չզբաղվել, չօգտագործել։ Ձեր դիտարկումները ինչ են ցույց տալիս, որոշակի մարդկանց ընկալումներում փոփոխություններ կան այդ առումով։ Գիտեմ, որ սուրշնչառական վարակների պարագայում եք միշտ հորդորում, որ տեղի անտեղի չօգտագործեն հակաբակտերիալներ։ Շնորհակալություն հարցի համար, իրականում բավականին լուրջ խնդիր է հակամանրային կայունությունը եւ ամբողջ աշխարհում, այդ թվում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ տարբեր այլ միջազգային կազմակերպություններ լուրջ պայքար են տանում հակամանրային կայունության դեմ եւ շատ կարեւոր է նաեւ բնակչության շրջանում փոխել վարքագիծը հակամանրային դեղերի կիրառման առումով։ Մենք պետք է հասկանանք, որ հակամանրային դեղերի ոչ նպատակային, ոչ անհարկի եւ ոչ նպատակային կիրառման արդյունքում կարող է անձի մոտ ձևավորվել հակամանրային կայունություն եւ մի քիչ ավելի պարզ լեզվով ասած, եթե վերցնում ենք անտիբիոտիկ կամ հակաբիոտիկը կարող է ուղղակի հետագայում չազդել տվյալ անձի մոտ որոշակի հիվանդության բուժման համար։ Սա մի քիչ ավելի պարզ լեզվով ասեմ, որ ավելի հասկանալի լինի եւ հակամանրային կայունության դեմ պայքարի համատեքստում նաեւ մեր երկիրը մշակել եւ գործադրել է հերթական ծրագիրը հակամանրային դեղերի դեմ պայքարի առումով շատ կարևոր է նաև որպեսզի մեր բնակչությունը պատկերացնի, որ տարբեր վարակիչ հիվանդություններ հարուցվում են տարբեր մանրեներով, վիրուսներով եւ կոնկրետ հակաբիոտիկների դեպքում այո դուք իրավացեք նշեցիք, որ սուրշնչառական վարակների առումով բազմիցս ասել ենք, որ այդ վարակների հարուցիչը վիրուսային ծագում ունի եւ հակաբիոտիկները ուղղակիորեն չեն ազդում այդ վիրուսների վրա եւ հակաբիոտիկները նշանակում են միայն երկրորդային մանրային վարակի արկա լինելու դեպքում եւ քանի որ խոսում ենք այս պահին աղիքային վարակիչ հիվանդություններից, ապա այստեղ էլ շատ կարեւոր է հակաբիոտիկների կիրառումը իրականացնել նպատակային միայն բժշկի ցուցմամբ, քանի որ կան հիվանդություններ, որոնց բուժման համար կարող են ընդհանրապես հակաբիոտիկներ չնշանակվել եւ կա բուժման այլ ստրատեգիա, ինչպես նշեց մեր գոլեգան։ Շատ լավ, շնորհակալ եմ, դուք հարց ունեք, քանի որ մենք նշեցինք, որ ակտիվ հանգստի սեզոնի կազմակերպման շրջանն է եւ էքսկուրսիաների շրջանն է, պետք է խնդրեմ մեկ անգամ եւս հորդորեք մեր բնակիչներին, քաղաքացիներին էքսկուրսիաներ կազմակերպելիս ինչի վրա ուշադրություն դարձնել։ Առաջինը պետք է պարտադիր սննդամթերքը գնել խանութներից եւ չկիրառել սննդատեսակներ, որոնք գնված են բացօթյա պայմաններում եւ անհասկանալի ծագում ունեն։ Սննդամթերքի գնումից հետո պարտադիր է պահպանել սննդամթերքի տեղափոխման եւ պահման կանոնները։ Արագ փչացող սննդատեսակները պետք է պահվեն սառնարանային պայմաններում, անգամ էքսկուրսիայի դեպքում պետք է ձեռք բերել փոքրիկ սառնարաններ եւ տեղավորել այնտեղ, տեղափոխել միայն սառնարանում։ Սննդամթերքի, հատկապես պատրաստի սննդամթերքի մատուցման ժամանակ, մատուցումից առաջ եւ ընթացքում սննդամթերքի
կետ աշխատելիս պարտադիր պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները, հետամուտ լինել եւ շատ ուշադիր լինել միրգ բանջարեղենի լվացմանը հոսող ջրի տակ, դրա բացակայության դեպքում անպայման պետք է ջուրը եռացնելուց հետո, սառելուց հետո նոր միրգ բանջարեղենը լվանալ 3-ից 5 րոպե նման ջրի մեջ, երևի թե այսքանը եւ մի փոքր էլ կուզենայի նշել, քանի որ շատ ջրային անջատումներ են լինում Հայաստանի Հանրապետությունում, շատ կարեւոր է, որպեսզի ջրի անջատումից հետո ջուրը օգտագործել 10-15 րոպե ջուրը հոսելուց հետո, քանի որ նման դեպքերում եւս մենք ունենում ենք բավականին բարձր ռիսկ բռնկումների արձանագրման։ Ասի թե ինչ ախտանշանների արկայության դեպքում պետք է անհանգստանալ եւ դիմել առաջին բուժօգնության, այսինքն ինքնաբուժության։ Աղիքային ինֆեկցիաների պարագայում ամենաառաջի ախտանիշներից մեկը կարող է լինել փսխումները, ախորժակի անկումը, որովայնի շրջանում ցավերը, կարող են դրանց միանալ գումարվել ընթացքում նաև բարձր ջերմությունը, ջրազրկման երևույթները, բերանի չորությունը, ծարավի զգացումը, մաշկի չորությունը, հիմնական երևույթները եւ լուծը բնականաբար արդեն առաջի դրսևորումներից մեկն է, որը իրենց ներկայացնում է 3 անգամից ավել օրական աղիները 3 անգամից ավել գործելը եւ ջրիկ կղանքը։ Եվ մեկ հարց եւս որ կուզեմ ուշադրություն դարձնենք, տարիքային ցենզից խոսեցինք, օրգանիզմի ընկալունակությունը հարուստի հիվանդության հանդեպ բավականին կապ ունի օրգանիզմի վիճակը, առավել եւս աղիքային ինֆեկցիաների պարագայում։ Մենք աղիքային ինֆեկցիաներ որպես ռիսկի խումբ համարում ենք մինչև 1 տարեկան երեխաները եւ 60-ից անձինք, ովքեր որ ում մոտ աղիքային միկրոֆլորան ունի որոշակի առանձնահատկություններ եւ այդ առումով ավելի խոցելի են, բայց բոլոր տարիքային խմբերում կարող են վարակվել, բոլորը ռիսկի խմբում են, բոլոր տարիքային խմբերում այդ թվում ինչպես երեխաները, երիտասարդները, մեծահասակները, բոլորը կարող են վարակվել աղիքային ինֆեկցիայով եւ սննդի հիգիենան, սննդի կախված, սննդից եւ ջրից բավականին մեծ անելիք ունենք մենք այն առումով, որ օրգանիզմի վիճակը նույնպես շատ կարեւոր է, թե տվյալ մարդու մոտ կդրսևորվի այդ հիվանդությունը, այդ ախտանշանները, թե չէ։ Ինչպես ընդունված է ասել, միշտ քննարկվում է, որ բոլորս կերել ենք այդ սննդից, բայց մեկը հիվանդացավ, հենց դրա բացատրությունը այդ է, որ օրգանիզմի վիճակը, ընդունած սննդի նույնիսկ քանակը, ընդունած սննդի մաքրությունը եւ օրգանիզմի աղեստամոքսային համակարգի, աղեստամոքսային տրակտի վիճակը բավականին կարևոր է աղիքային ինֆեկցիաները ընկալելու, աղիքային ինֆեկցիաները դրսևորվելու պարագայում։ Այսինքն նույն մաքուր սննդի ընդունման հաջորդականությունը կամ թեկուզ աղտոտված սննդի ջրի ընդունելը, դրանից առաջ ընդունած սնունդը կամ դրանից հետո ընդունվելիք սնունդն ու ջուրը նույնպես ազդում են տվյալ հիվանդության ընթացքի վրա, տվյալ հիվանդության դրսևորումների վրա։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործերի հաջողություն ավարտենք։